Գործարանի աշխատող ու ներկայացուցիչ, իմ համար շատ ցավալի փաստ է այն, որ մեր երկրում, այս զարգացող ժամանակաշրջանում հարցերը, խնդիրները քաղաքական, ոչ քաղաքական լուծվում են բռնության կանոնները կիրառելու մեթոդով։ Այդ իմ համար շատ ցավալի է, ես շատ տխրել եմ, երիտասարդ եմ, բայց այս մի շաբաթ է շատ տխուր եմ, որ այս տեսակ հզոր մարդիկ, ովքեր որ մեր երկրի համար իրենց չնչին լուման են դնում։ Ես այս դեպքում պարոն Ծառուկյանն է, բայց պարոն Ծառուկյանի փոխարեն կարող են ցանկացած մի գործարար հայտնվել։ Ես բոլորի անունից ու բոլորի համար եմ նշում, շատ ցավալի է, որ այս տեսակ բռնության օրենքներով են։ Կա բանակցությունների սեղան, կարելի է սեղանի շուրջ հավաքվել ու ինչ-որ լուծում տալ ու ավելի լավ ու դրական լուծում լինել, քան այս տեսակ անախորժություններ, մարդկանց այսպես դրսում կանգնեցնել, այս մի քիչ ճիշտ չի։ Տեսեք, բացի երիտասարդ եմ, ես այստեղ եմ, բայց տեսեք ինչ տարիքի մարդիկ կան, որոնց համար այս ամեն ինչը լուրջ խնդիր է։ Հաստատել կգտնի ձեր բոլորի բողոքի ձայնը եւ ինչպես եք դրա պատկերացնում։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ երկրի լավ քաղաքացին եմ, այսքան դժվարություններ տեսած ազգ ենք, ես չեմ լքել իմ երկիրը երբեք ու հուսով եմ, որ իմ երկրի ղեկավարությունը ականջալուր կլինի մեր բողոքին, շատ հույս ունեմ, դրա համար եմ այստեղ։ Մուլտիսկոմունի աշխատակիցներն ասում են, եթե չվերականգնվի իրենց աշխատանքը, իրենք պատրաստ են անգամ Սևանի մայրուղին փակել, քննչական կոմիտե գնալ։ Հիմա ձեր պարագայում, եթե ամեն դեպքում այս ակցիան որևէ արդյունք չգրանցի, դուք ինչ եք անելու, ինչ հետագա քայլեր։ Տեսեք, պետք չի ոչինչ քաղաքականացնել, դա բողոքի մի ձև է։ Այսինքն թե որ ընկերությունը ինչ բողոք ներկայացնի ու ինչ մոտեցում բողոքի, այդ արդեն կախված է մարդկանց ցանկությունից, որոշումից։ Որևէ ընդհանուր հնարավորություն ունեք, որոշում ունեք, թե ինչպես են շարունակել այս ակցիան։ Ես տեսեք, եթե լուծում չտրվի, չգիտեմ ինչ կլինի, բոլորիս համար է դժվար լինելու։ Մենք բրենդ ենք ներկայացնում, ապրանքատեսակ ենք ներկայացնում ամբողջ աշխարհում։ Դեռ միայն մեր կոնյակի գործարանի մասին ենք խոսում։ Տեսեք, Multigroup կոնցեռնի շրջանակներում ինչ ընկերություններ կան ու ինչ գործունեություն են ծավալում։ Մենք նախ կտուժենք, մեր երկիրը կտուժի ֆինանսական տեսանկյունից եւ երկրորդը մեր պատիվն ու անունն է։ Մենք հայկական կոնյակ ենք ներկայացնում։ Ու շատ կուզեմ, որ այն պատմությունը, որ հաղթանակով ենք ձեռք բերել կոնյակի շուրջ տարածվող, չեմ ուզի, որ այս տեսակ չնչին ու չգիտեմ, տխուր ու վատ փաստերով ամբողջ աշխարհին ներկայացնենք ու ականջալուր լինենք, չեմ ուզի։ Աշխատատեղ գտնելը հեշտ է, մենք կարող եք եթե երկար պայմանա հեշտությամբ գնալ երիտասարդներ մասնագետներ եւ աշխատանք գտնել։ Տեսեք, մենք այնքան լավ պրակտիկա ու փորձ ունենք, պարոն Ծառուկյան ինքը շատ աշխատասեր մարդ է ու իր աշխատասիրությունը նաև որոշ չափով փոխանցվել է մեզ։ Մենք ամեն օր ենք ականատես լինում այդ ամեն ինչին։ Մենք կարող է կգտնենք, որովհետև ունենք մեծ փորձ, բայց չենք ուզում կորցնենք այն ինչ ունենք, որովհետև այս պատերի այն կողմը մեծ մշակույթ է սառեցված ներկապահին։ Այդ միայն մեր ցավը չէ, ձեր բոլորիս, մեր հայազգի ցավն է։ Ու չենք ուզի, որ այս հզոր մշակույթը, որ տարիների ընթացքում է ձեռք բերել, այսպես լռության մեջ մնա ու չգիտենք հետո ճակատագիր ինչ կլինի։ Այս տեսակ չնչին, այս մի շաբաթվա լռությունը, այս խոսակցությունները եւ այլն ամեն ինչը շատ կարող է վատ անդրադառնալ այն հզոր պատմության էջերի վրա, որոնք որ տարիների ու դարերի ընթացքում են գրվել։ Անկեղծ չենք ուզի։ Մենք սիրում ենք մեր պարոն Ծառուկյանին, մենք ողջունում ենք այստեղից իրեն, շատ սիրում ենք, սպասում ենք ու մեծ հպարտությամբ ու ցանկությամբ սպասում ենք, որ այցելի նոր աշխատանք, նոր հանձնարարականներ մեզ տա, մենք ոգևորվենք ու ավելի լավ ուժով ու ներուժով աշխատենք, ինչ ասեմ, այդքանը։